Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է ուղիղ 26 տարի, բայց իշխանությունները եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը խուսափում են պատասխանել հարցից, թե ինչու այն մինչեւ հիմա չի բացահայտվել ովքեր էին իրական կազմակերպիչները։ Անվարչապետ, շատ կարճ մի հարց էլի, հոկտեմբերի 27-ը ինչու չեք բացահայտում։ Կհիշեք, սիրելի ժողովուրդ, որ ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում են, քանի դեռ չի եղել իշխանափոխություն, հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի։ Լսենք նրանց այս ժամանակին հայտարարությունները։ Ողբերգությունից 16 տարի անց նրանք մնդում են, որ գործը կբացահայտվի միայն մեկ դեպքում, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Սարգսյանի խոսքով իշխանությունները գործի բացահայտմամբ շահագրգռված չեն։ Չեմ տեսնում նույնիսկ գործընթաց, որը փորձի հաղթահարել հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում տեղ զբաղեցնող քաղաքական ճգնաժամը։ Փոխարենը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում անուն հնչեցրեց, պնդեց, որ հոկտեմբերի 27-ի համար մեղավոր է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով այն ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր։ Դա Սերժ Սարգսյանի անձնական պատասխանատվությունն էր, եւ այո, Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարար լինելու բերումով պատասխանատվություն է կրում հոկտեմբերի 27-ի մասին, առնվազն պետական պաշտոնյաների եւ մարմինների անվտանգությունը պատշաճ ձևով չապահովելու համար։ Եվ թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանացել։ Բայց իրենց իսկ հռչակած իշխանափոխությունից անգամ ավելի վերամբարձ, հեղափոխությունից հետո անցել ավելի քան 7 տարի։ Փաստորեն ոչ մի նորություն չկա այդ գործում եւ այն մինչեւ հիմա բացահայտված չէ։ Ուրեմն կարող ենք եզրակացնել հետեւյալը, սիրելի բարեկամներ, կամ Հայաստանում իշխանափոխություն չի եղել, որովհետեւ իրենք էին պնդում, որ քանի դեռ Սերժ Սարգսյանն է Հայաստանի ղեկավար, քանի դեռ իշխանությունը չի փոխվել, այն չի բացահայտվի։ Եվ եթե չի բացահայտվել, ուրեմն իշխանությունը չի փոխվել։ Եթե ոչ, ես իրենց տրամաբանությամբ եմ, ասում։ Եթե ոչ, ապա ինչպես կբացատրեք, որ այն չի բացահայտվել։ Ուրեմն դուք պետք է ներողություն խնդրեք, որ շահարկել եք այդ հարցը, մարդկանց արյունը, հայ ազգի պետության ողբերգությունը, մեծագույն հանցագործության վրա քաղաքական միավորներ եք հավաքել, եկել եք իշխանության եւ մոռացել եք այդ մասին։ Բայց ԿՊԱ-ական պատգամավորին, օրինակ, Անդրանիկ Քոչարյանին հարցնում են, որը շատ է խառնվում այդպես արդարադատության իրավական հարցերում, մարտի 1-ի հանձնաժողով էր ղեկավարում, այստեղ ապրիլյան պատերազմի 44-օրյա պատերազմի եւ նա տալիս է շատ հստակ պատասխան, որ մեղավորին գտրեք գլխավոր դատախազությունում, փնտրեք եւ գտեք գլխավոր դատախազությունում։ Ինչու չի բացահայտում հոկտեմբերի 27-ը։ Գլխավոր դատախազին պետք է հարցուվեք։ Դուք գլխավոր դատախազի դեմ ինչ ունեք բան։ Ոչ մի բան։ Ինչ որ բան կա, որ գլխավոր դատախազին խանգարում է բացահայտի։ Ոչ։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, կան դեռ վկաներ, Այո։ որոնք այսօր էլ դեռ ողջ են։ Ալիկ Հարությունյանը որ Պարոն Ուզունյանը փախավ, ով օգնեց։ Ձեր իշխանության օրոք փախավ, բա։ Աննա Վարդապետյանն է մեր այսօրվա դատախազը։ Փորձենք մտնել նրա Facebook-յան էջ, տեսնել նորություն կա այնտեղ։ Ինչ ենք տեսնում։ Նիկոլ Փաշինյանին հաջող կոռուպցիոն գործեր, ընթացիկ աշխատանքի վերաբերյալ ինչ-որ ելույթներ եւ հարցազրույցներ, որտեղ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 27-ի մասին ոչինչ չի խոսում, այլ խոսում է իր անձնական կյանքի ապրումների եւ կարծես թե ինչ-որ ոդքասթային տրամադրությունների մեջ է մեր գլխավոր դատախազը։ Լսենք մի կտոր, թե նա ամենալուրջ խնդրեմը գլխավոր դատախազի որն է եղել։ Ամենալուրջ դժվարությունը, որի հետ ես բախվել եմ եւ չեմ կարող պնդել, հիմա դրա հետ ապրում եմ, բայց չեմ կարող պնդել, որ այդ պահին պատրաստ եմ եղել, դա երբեմն քննադատության անվան տակ թաքնվող, բայց իրականում անբացատրելի ատելության, զայրույթի, վիրավորանքի, հաճախ նույնիսկ անձնական վիրավորանքի եւ հասնող եւ բարոյական գծեր չճանաչող թիրախավորումն է։ Մենք խնդիր չունենք ձեզ քննադատելու, մենք ուղղակի արձանագրելով իշխող ուժի անդամի քննադատությունը ձեզ, որ ձեզ պետք է հասցեագրել հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, հարց ուղենք։ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ինչ նորություն կա։ Եթե չկա, եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է այդ հարցից, գուցե կա ցուցում չբացահայտել,
Գուցե իրականում Հայաստանում իշխանություն չի փոխվել, ինչ տեղեկություններ ունեք։ Եվ եթե ոչ, ապա ինչպես դա կբացատրեք։ Արդյոք ձեր ոդքասթները, հարցազրույցները այս էմոցիոնալ ռոմանտիկ շատ ավելի կարևոր են մեր պետության եւ հայ ժողովրդի համար, հատկապես այս մեծագույն հանցագործության հարցում, որը չի բացահայտվել։ Մեր ժողովրդի համար դրանք են ավելի կարևոր, դուք դրա համար եք պետական բյուջեից գումար ստանում, աշխատավարձ ստանում, թե գուցե իսկապես կարևոր մեր երկրի ողնաշարը, մեր պետության ողնաշարը եւ մեր ժողովրդին իրենց երկրից նույնիսկ դա պատճառներից մեկն էր, որ սկսվեց համատարած արտագաղթ, թե այդ կարևոր խնդրի բացահայտումը։ Եթե նորություն չկա այդ գործում, փակեք եւ ասեք, որ չկան կազմակերպիչներ, եւ հարց փակեք եւ ներողություն խնդրեք հայ ժողովրդից տասնամյակներով նրա հոգեկան առողջության հաշվին եւ նրա ռեսուրսների հաշվին, նրան ստելու հաշվին իշխանության համար պայքարելու մեջ ներողություն դուք պետք է խնդրեք, կամ էլ բացահայտեք այդ գործը։ Ուրեմն կարող ենք արձանագրել, որ Հայաստանում կամ իշխանափոխություն տեղի չի ունեցել, կամ էլ հոկտեմբերի 27-ից զոհերի արյան եւ դիակների վրա մարդիկ կառուցել են իրենց քաղաքական կարիերան։ Կողմնորոշվեք։